Նիկոլական մտածողությունը Հայաստանում մարդիկ չի հավաքում, չի կարող հավաքել։ Անկամ այն հոգևորականները, որ մասնակից էին ներսից եկեղեցին քանդելու օպերացիային, ռիսկ չարեցին հայտնվել ժողովրդի առաջ։ Թիկնապաներով եկան, ամոթով գնացին ԱԱՑ-ի գազելով։ Դա էլ էր հետաքրքիր։ Ինչու էր նրանց ուղեկցում ԱԱՑ-ն։ Տպավորություն ստացա, որ նրանց դեմ կոմպրոմատներից բացի պայման կա՝ չհեռացնեք կաթողիկոսին, կհայտնվեք ԱԱՑ պատվալում։ Այդ հակաեկեղեցական սրբազանների պահվածքն էլ էր դատապարտելի։ Մենք տեսանք հոգևորականների, որոնք ոչ թե մարդկանց հանդարտեցնում էին, այլ սադրում։ Մի օր հաստատ բացահայտվելու է այդ հոգևորականների նիկոլական խաղալու իրական մոտիվացիան։ Վստահ եմ, նույն կոմպրոմատները բացահայտվելու են, ու նույն ամոթը մեկ է, նրանք ապրելու են։ Մայր աթոռում հավաքված հավատավոր ժողովուրդը իր կարևոր քայլը արեց, ցույց տվեց, որ կաթողիկոսին փոխելու Փաշինյանի բռնած ճանապարհը իր ուզած արդյունքը չի տալու, ու դա եւ հավաքված ժողովրդի շնորհիվ էր, եւ այն հոգևորականների, որ պինդ մնացին։ Եթե Նիկոլ Փաշինյանն ուներ սեփական մի քանի գեներալները բանակում ու նրանց միջոցով համակարգը ծնկի բերեց, ապա 10 հոգևորականներով չկարողացավ ազդել Մայր աթոռի վրա, որովհետև եկեղեցին այնուամենայնիվ ավելի կազմակերպված է, հին եւ իմաստուն։ Գիտեք, չեմ բացառում, որ եկեղեցում կա հոգևորականներ ինչ-որ թիվ, որ կաթողիկոսին շատ չի հավանում, գուցե կուզենար փոխել, բայց նրանք այնքան չեն իջել, որ իշխանությանը թույլ տան իրենց միջոցով լուծի այդ հարցը ու համարվեն դավաճան։ Դա ԿՊ խմբակցությունը չէ, որին մասնակից դարձնես դավաճանական ծրագրերին, հավասար պատասխանատվության տակ գցես։ Հոգևորականները այդ մեղքի տակ չեն մտնում։ Տարբեր զրույցներում ասում են, որ այո, եկեղեցին ունի որոշ խնդիրներ, բայց դրա մասին կարելի է խոսել հետո, երբ երկրում իրավիճակը կայունանա։ Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով երբեք։